Պարոն Բոզյան, ինչու եղավ Ալիևի եւ Փաշինյանի հերակա բանավեճը, համարժեք էին արդյոք Փաշինյանի մակում եւ այնուհետ ԵԽԽՎ-ում հնչեցրած պատասխանները։ Սա բան խնդիր կա, բոլորը գիտեն, որ փաստացին, որ Փաշինյանը համաձայնվել է Ադրբեջանի պահանջները կատարել անխոչում ոչ Ադրբեջանի քաղաքացիների եւ բիզնեսի համար Ադրբեջանի դեպի Նախճիվան գնալու հարցում, ընդ որում այդպիսի պայման չունի հայկական կողմը, օրինակ Նախճիվանի տարածքով, որ հայկական կողմը կարողանա միանալ Իրանի հետ, ես դա կցող օրինակ, հա, սա միակողմանի զիջում է, բայց հաշվառելով այն հանգամանքը, որ Փաշինյանը չէր կարող դա ներկայացնել հասարակությանը պատշաճ մակարդակով, թե ինչու պետք է միակողմանի զիջի, դա ձևավորել են գեղեցիկ փաթեթավորմամբ, որի անունը դրել են Տրամպի կամուրջ, որի իբր թե ամերիկացիները ինչ-որ Հայաստանը ինչ-որ բան են կնքում, որ հետո շատ անխճճված ինչ-որ ձևակերպներ են տալիս, բայց իմ գլխավոր իմաստը դա է։ Հիմա Ալիևը ասում է այն ինչ-որ իրականությունը կա, այսինքն Ալիևը փորձում է նաև հայ հասարակությանը սովորեցնել այն բաներ, որ հայ ժողովուրդը արարեցնում են բաներ, որ Ադրբեջանը ստացել է այդ միջանցքը, որը բնականաբար նյարդայնացնում է Փաշինյանին, որովհետև գալի կտրություններից առաջ Փաշինյանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ, որովհետև եթե հասարակության մի զանգված կա, որը անգլիագետ է, քաղաքականապես չի հասկանում եւ կարող է ոգևորվի Տրամպի նկարով, այդ զանգվածը կարող է կորցնի դրա արդյունքում։ Դա համար ինքը մակում բողոքում է, բայց բողոքումը իրականում բողոքում է ամերիկացիներից եւ թուրքերից, որ իրեն չեն կարողանում ստանձնել Ալիևին, որպեսզի Ալիևը նման հայտարարություններով հանդես չգա։ Սա է ամբողջ խնդիրը, որի պատճառով Փաշինյանը բողոքել էր մակում Ալիևին։ Ալիևը փաստացի ինքը ցկած ունի Փաշինյանի բողոքի վրա, որովհետեւ Ալիևը հասկանում է, որ եթե բանակցությունները հայացքերով գնում են առանց լուրջ միջնորդի, ապա ինքը ուժեղ կողմ է, ինքը ցանկացած բան կարող է պահանջի եւ ստանա Հայաստանի, դա ինքը չի անհանգստանում դրանից։ Բայց այդ կստանա անհանգստանա Փաշինյանը, որը մերժել է միջնորդով բանակցել Ադրբեջանի հետ, դա նվեր էր Ադրբեջանի համար, որտեղ եթե ուժեղ կողմը Ադրբեջանն է հաղթած, պարտված կողմը հայկական կողմն է, բնականաբար իրանք անընդհատ մենքանիքի հավերժորեն եւ միշտ դիտումներ են պահանջելու եւ պարտված կողմը չի կարող բանջանել, դիտումները չբավարարել։ Հակառակ դեպքում կլինի պատերազմ։ Սա է բանաձևը, որը Ադրբեջանը աշխատում է Հայաստանի հետ եւ քանի Նիկոլ Փաշինյանը այդ բանաձևը աշխատելու է։ Ինչու՞, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բնականաբար չի կարողանա ապահովի, չի կարա լուրջ միջնորդ ստանալ դեմս Միացյալ Նահանգների, իսկ իհարկե Ռուսաստանի, ապա եւ Ռուսաստանը իրանական չի վստահում, եւ ինքը Ռուսաստանին չի վստահում, ասիկա ստացվում է մեծ որ Հայաստանը մնացել է այդ իմաստով անտես Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ եւ ինքը փաստացի այդ պայմաններում անընդհատ գնալու է զիջումներով։ Դա է խնդիրը։ Շատ քաղաքական գործիչներ եւ լուծաբաններ ասում են, որ Փաշինյանի վերարտադրվելը ձեռնտու է Բաքվին եւ Անկարային։ Այդ դեպքում ինչու է Ալիևը Զանգեզուրի միջանցք անունը տալիս, հատվածելով խաղաղության գործընթացի, այսպես ասած, հեղինակությանը։ Չէ՞ որ ըստ նույն վերլուծական եւ քաղաքական շրջանակների հենց խաղաղության գործընթացն օգտագործելով է Փաշինյանը քվեակ ընկալելու հանրությունից։ Հաստատի, եթե գիտե Թուրքիային եւ Միացյալ Նահանգներին շահավետավոր Նիկոլ Փաշինյանը մնա եւ կարողանա խապի պետական ժողովրդի նոր խաղաղության պատրվակով միայն թե Ռուսաստանի վերստեղ վերանա, իրանք գլխավոր նպատակը դա է։ Եվ բնականաբար դրա արդյունքում Հայաստանը գերիշխի ասել Թուրքիան։ Ապա Ալիևը այլ ձևի է պատկերացնում։ Ինքը մտածում է, որ այնուամենայնիվ Ռուսաստանի դերը չի կարող այն շատ ուժեղ փոխանալ, եւ ինքը հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Փաշինյանը վաղտեж ֆռնելու է իշխանությունից, ինքը փորձում է սովորեցնել հայ հասարակությանը եւ նույնիսկ ինքը մի քանի անգամ հայտարարել է, որ անկախ նրանից թե ով կլինի երկրի ղեկավարը, այն կարևոր չի, ինքը ուզում է այս պայմանագիրը կնքի ոչ թե Փաշինյանի հետ, այլ հայ ժողովրդի հետ։ Այսինքն Ալիևը չունի այն կոմպլեքսները, որ ամեն գնով պահի իշխանությունը Նիկոլ Փաշինյանին։ Ի տարբերություն Թուրքիայի եւ Էրդողանի, որոնց համար Փաշինյանը դա պատմական նվեր է, որ այսպիսի պատմական դուռ բացում է 100 տարի մեկ, եւ իրանք ուզում են այդ պատմական դուռը մինչեւ վերջ օգտագործել։ Եվ այսօրվա Դանիայում տեղի ունեցած հանդիպումն ինչ ազդեցություն կունենա։ Ճիշտ ասած,
այդ ասեն տարբեր հատակներում հանդիպումը ասեն ընթացիկ process-ի մեջ են, այսինքն չեմ կարող ասել թե դեռ ինչ առանցքային խնդիր շուրջ կարող են այսպես բանել, բայց կարող են ենթադրել, որ Փաշինյանը process-ի անընդհատ բոլոր մեկ որ հանդիպումը լինի Ալիևը, Էրդողանը, թե ամերիկացիները աղաչում է, որ իրեն մինչև ընտրությունները ստորագրի Ադրբեջանի հետ պայմանագիրը, որպեսզի ցույց տվեցնող հասարակության այն հատվածը, որը առավել պակաս քաղաքական պատկերացում ունի, au քաղաքացիական գիտակցությունը վերել է զերոականա, այդ բարձրացուցի համոզել թղթի պատկերով, որ ինքը դնել է խաղաղություն, սա է խնդիրը։ Իսկ կստորագրի, որովհետև Ֆիդանն էլ է ժամկետներ նշում։ Այո, ամերիկացիների թուրքերը ճնշում են Ալիևի, որ Ալիևը մինչև ընտրությունները հետնվել է դա Փաշինյանի, որպեսզի նա վերարտադրի։ Կարող են կանխատեսել, որ Ալիևը կարող է գնալ այդ քայլին, որտեղ ճնշումները մեծ են ամերիկացիների եւ Թուրքիայի կողմից, եւ այնուամենայնիվ ինքը հասկանում է, որ Փաշինյանի պարագայում, եթե Փաշինյանը վերարտադրվի, շատ ավելի մեծ համեր կարաստանա։ Ենթադրում եմ, որ կարող է պատահել ճնշման արդյունքում ինքը նախապես ստորագրի մինչև ընտրությունները, որը բայց նույնիսկ այդ պարագայում ես համոզված եմ, որ ոչ մի այսպես ասած նվեր չի փոխի հասարակության ճնշող համասան տեսակետը, որ այսի մեծ խաբեություն է, եւ այդ մեծ խաբեության խնդրի կողմից դրած ժողովրդի անվտանգության խնդիրը